Դավիթ Անանյանը, Նարեկ Կարապետյանը, Պարոն Թաթոյան, թերևս այս անգամ ձեզնից սկսենք, պարոն Կարապետյանի առիթ ունեցել ենք լսել նախօրեին։ Պարոն Թաթոյան, այստեղ նախ դատարանից սպասելիքների մասին, թեև մի քիչ միամիտ է հնչում այս հարցը Նոր Հայաստանի օրինաչափությունների համատեքստում ամեն դեպքում։ Իհարկե մեղմ ասած միամիտ է հնչում, եւ ուզում ասել, որ Սամվել Կարապետյանն իրականում ոչ միայն քաղբանդարկյալ է, այլ պատանդ է ուղղակի, որովհետեւ քաղաքական իշխանությունները ակնհայտ է, որ նրան ազատությունից կամ քաղաքական իշխանությունների հրահանգով հարուցված քրեական հետապնդումը ակնհայտորեն ազատություն զրկելը նպատակ ունի հետ պահել նրան իր գործունեությունից եւ սա կարծում եմ վաղուց ծրագրված քայլ էր եւ ուղղորդված քաղաքական հստակ հայտարարություններով, քաղաքական հրահանգներով եւ ազատություն զրկելը ամբողջությամբ տեղավորվում է դրա մեջ։ Ես դրա համար եմ ասում, որ իմ կարծիքով Սամվել Կարապետյանը պատանդի կարգավիճակում է։ Պարոն Թաթոյան, տեսեք, այս ընթացքում մեղադրանքը, այսպես ասած, համալրվեց, նոր, այսինքն փոփոխվեց, նոր հանգամանքներ իբրև թե ի հայտ եկան համենայն դեպս պաշտոնական պարզաբանումն է դա, այս առնչությամբ ձեր դիտարկումները, արդյոք սա կապ ունի նաև Կարապետյանի առաջնորդությամբ, գաղափարական առաջնորդությամբ թափ առած այսպես շարժման հետ։ Գիտեք, այստեղ իրավաբանություն չկա, ես չեմ տեսնում այստեղ իրավաբանություն, այստեղ պարզապես քաղաքական հրահանգների իրավական ձևակերպում է արված եւ արդեն այս պարագայում անիմաստ է, գիտեք, հասկանալ այս հոդվածն է, այն հոդվածն է, ակնհայտ է, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին է, ինչ հոդված է ուզումադրվի, քաղաքական հրահանգն է հիմքում։ Հիմա այս արդեն մեծ հաշվով նշանակություն չունի եւ ես այո դա կապում եմ Սամվել Կարապետյանի գործունեության հետ, եկեղեցուն պաշտպանելու նրա գործունեությանը եւ նրա արարքում քրեական հետապնդման մասնագետ լինելով քրեական հետապնդման որևէ նշույլ այստեղ չեմ տեսնում։ Պարոն Թաթոյան, եկեղեցու մասին խոսեցիք, ես հենց այդ հարցին անդրադառնամ նաեւ այսօրվա իրողությունների համատեքստում առավոտ շուտ այսպես լույսը բացվեց եկեղեցականների 6 եկեղեցականների ձերբակալության եւ քննչական կոմիտետ անելու լուրով, այս առնչությամբ իհարկե ընթերցել եմ ձեր դիտարկումները, այդուհանդերձ նաև լայն հանրության համար խնդրեմ ասեք ինչի համար է այսպես արվում, հասկանալի է նաև որ արչեվում ինչպես նշել է Փաշինյանը, այսպես Էջմիածնի ազատագրման գործընթացն է, արդյոք նաև Պեհափարի համար են ճանապարհ բացում այս ձևով։ Սա ակնհայտ է այսօր սկսված հետապնդումները, այսինքն այսօր չսկսված, շարունակվող այդ քաղաքական սցենարի մի արար, որ այսօր ուղղակի նախաձեռնվել է քահանաների ձերբակալումով, այնտեղ կան նաև աշխարհականներ եւ իհարկե առաջնորդը, թեմի առաջնորդը, ակնհայտ է վարչապետի կարգավիճակն ունեցող Փաշինյանը իր վրա է վերցրել միաժամանակ դատախազի, քննիչի, օպերատիվ աշխատակցի լիազորություններ եւ դրա հենց այդ տրամաբանությամբ էլ գործում է քաղաքական հրահանգներով։ Սա գիտեք ակնհայտ է, որ սա ես մի քանի անգամ շեշտել եմ, որ եկեղեցու նկատմամբ նրա գործունեությունը այլևս քրիստոնեության պաշտպանության հարց է եւ ինքը անընդհատ իրեն դիրքավորում է որպես հայոց եկեղեցու հետևորդ, չի կարող մի մարդ հայոց եկեղեցու հետևորդ քրիստոնյա լինել, եկեղեցու հետևորդ քրիստոնյա կոչվել, որ անընդհատ ատելություն է սերմանում, անընդհատ մարդկանց թշնամացնում է իրար, նրա քաղաքական թիմը նույն այդ կերպ է վարվում եւ տեսեք այսօր ինչ է կատարվում, ինչ է նշանակում այս հոդվածի նշանախ այդ հոդվածը ամբողջությամբ քաղաքական իշխանական քարոզչության արդյունք է, որ հստակ ծրագրված քայլերով եկան հասան ստեղ եւ արդյունքում էլ ինչ ենք տեսնում այդ քրեական օրենսգրքի հոդվածները, որոնք օգտագործվում են ռեպրեսիաների համար, դուք տեսեք ինչ քայլերով են անում, եկեղեցիները փակել են, խուզարկում են, այդտեղ մեր սրբավայրերն են, մենք ստի գնում ենք եկեղեցի, ձեր չենք ուզում տան խորանին, որովհետեւ դրանք սրբավայրեր են մեզ համար։ Կամ մարդկանց տները ինչպես է, ինչ այդ հոդվածի նշանակությունը որտեղ է, որ պետք է մարդկանց տներ գնան խուզարկեն, այսքան մարդ ձերբակալել, կանոնավորել, քրեական դատավարության մեջ սրանք չլսված բաներ են, հասկանում եք, եւ նա սրանով, ես ունեմ նաեւ ասել հատուկ իրավապահ մարմիններին, նա սրանով հեղինակազրկում է հանրության աչքի առաջ իրավապահ մարմիններին,
հեղինակազրկում է եւ ամբողջությամբ ավերում է մեր արժեքները։ Սա միայն պետք է այս տեսանկյունից դիտել։ Սրան ուրիշ հիմքեր, ուրիշ անուն պետք չէ տալ։ Պարոն Թաթյան, մարդու իրավունքների խախտում է արդյոք այն, որ ձերբակալել են չնայած նրան, որ քննչական կոմիտեն հայտնում է, որ ոչ թե ձերբակալվել են, այլ հրավիրվել են հարցաքննության, մասնավորապես այս պարագայում, երբ որ մարդը հրավիրվում է հարցաքննության եւ նրա վայրը հայտնի չէ, սա արդյոք խախտում չէ ինքնին։ Նախ գիտեք, շատ կարևոր մի բան, մինչև անցնելը նորից էլի հիմնական թեմային, այստեղ մի կարևոր հարց կա։ Ազատությունը զրկելու հստակ մեխանիզմ կա։ Միջազգային չափանիշներով մշակված մեխանիզմ կա, ինչա նշանակում ազատությունը զրկել։ Ինչ ուզում եք անունը դնեք, գրեք հրավեր, ծանուցում, կանչել, բերել, բռնի տանել, այս ամբողջը, այս ամենը ազատությունը զրկել է։ Եվ այն, որ փաստաբանը այսօր ասում է, ես պարոն Զոհրաբյանի հարցազրույցը լսել եմ, ասում է տեղը չենք որտեղ են այդ մարդիկ, դու պատկերացնում սա ինչ է։ Սրանից ավել ռեպրեսիա, քաղաքական այն էլ հրահանգով իրականացվող եւ շատ կարեւոր է մենք հասկանանք աղբյուրը, արմատը որտեղից է գալիս։ Տեսեք ինչ է տեղի ունենում, կառավարության ղեկավարի մակարդակով, այսինքն ամենաբարձր մակարդակով արվում է քաղաքական հայտարարություն, որոնք պարունակում են քաղաքական հրահանգներ իրենց մեջ։ Թաքնվածել չի անգամ բացահայտ։ Դրանից հետո հաջորդում են պատգամավորների քաղաքական հայտարարություններ, ուղղորդումներ դրան։ Հետո տեղի ունեն միանգամից իրապահմանների գործողություններ, բայց որ առավել հատկանշական է, հրտեսեք ամեն անգամ այս գործողությունները շատ սիրուն համընկնում են ադրբեջանական իշխանությունների հոգևոր առաջնորդից եկող հայտարարությանը։ Ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական հոգևոր առաջնորդը էլի նորից գնացել էր միջազգային այս անգամ հանրության մոտ, էլի բողոքում էր հայոց առաքելական եկեղեցու դեմ, հայոց առաքելական եկեղեցին պատերազմի քարոզիչ է, ռևանշիստ է, բայց խաղաղության, բայց ժողովուրդ ջան, դուք նայեք իրենց բառերը, մեկին մեկ համընկնում են, հենց մի վերցեք տեսեք, ինչքան էլ ուզում է հերքեն ասեն, չէ, փաստերը խոսում են բոլորովին այլ բանի մասին եւ այստեղ շատ կարեւոր է մտադրությունների բացահայտումները, դրա համար եմ ասում, որ սա ծրագրված, հստակ, միասնական քաղաքականություն է, ցավոք սրտի դրան մաս են դարձնում իրավապահ համակարգը, ես դրա համար ու դատական համակարգը նրանց բոլորին ասում եմ, որ սա նաև քայլ է հեղինակազրկելու իրավապահ մարմիններին ու դատարանին եւ այո սրանք հենց այդ հետապնդումներն են։ Պարոն Թաթյան, նոր Մարինե Ֆարմանյանը փաստաբան ասաց, որ երկու հոգեվորականի եւս ձերբակալել են, տնից վերման են ենթարկել, սակայն տեղ չեն հասվել, իսկ թեմի առաջնորդ ուղղակի անհետացել է։ Ժորժ ջան, այստեղ ընդհանրապես խոսք չկա ասելու, իրավական գնահատականներ չկա ասելու, ախր սա այնքան ակնհայտ է, այս հոդվածը ծիծաղել է քրեական դատավարության գիտության մեջ իրավական չափանիշներով միջազգային որ մեկը ուզում եք ձեռքները դրեք են որ վրան ոչ մեկ չափանիշով սա չի ենթարկվում մեկնաբանության այս հոդվածներով այսքան մարդ ձերբակալել կալանավորել խուզարկություններ գալտներից տանել ցույց չտալ գաղտնիության պայմաններում դիմակավորված դուք պատկերացնեք սա ինչ է այս հոդվածները ակնհայտ օգտագործում են ռեպրեսիաների համար սրանք պետք է իշխանապահությունից հետո սրանք պետք է անմիջապես չեղարկվեն այնպես արվեն, որպեսզի այս հոդվածները ինչ էլ որ լինի իրական ծառայի նպատակին սրանք դարձել են իշխանության քաղաքական հենարանը ապահովող հոդվածներ քրեական համակարգով ռեպրեսիաների համար։ Պարոն Թաթյան, տեղյակ եք, որ Դանիել Հովհաննիսյանի հաղորդում ներկայացրել Տեր Արամի Պետրոսին տված հարցազրույցի հիման վրա է։ Տեղյակ եմ, տեսել եմ փաստաբանի հայտարարությունները, դե ինչ ասեմ, հիմա էլի իրավապաշտպան է պետք, որպեսզի իրավապաշտպանից պաշտպանենք մեր քաղաքացիների իրավունքներն։ Հիմա ինչքան էլ ուզում եմ մարդը արդարանա, ասի ես չեմ նպատակ չեմ ունեցել։ Փաստ է, որ ակնհայտ է, որ փոխանցում է կարծեք թե եղել, այս հետապնդում կարծեք թե հենց այդպես էլ կա։ Եվ ավելին ասեմ ձեզ, հələ տեսեք ինչ այսպես խելացի շակերտներում ասած քայլ է իրենց տեսանկյունից, ոչ թե իրենք են անձամբ նախաձեռնել պետությունը, այլ քաղաքացիական հասարակության այսպես անկախ այո հնկը է դիմել ինչ ա եղել բա հկներ դիմել է բա ոնց չանենք բա պետքա քրեական հետապնդում բա անօրինականությունը ոնց թողենք մնա հələ դու տեսեք ինչ հստակ կապվում է սա այս շղթան շատ պետք է հստակ հասկանալ եւ ես կարծում եմ առաջնահերթ նշանակությունն այստեղ ինքնուրույն քաղաքացիական հասարակության ձևավորումը որ թույլ չտաք նման բաներ
Եվ մեկ հարցադրում ես ունեմ Հայաստանի վարկանիշի տեսանկյունից, որպես նաև իրավապաշտպան, մարդու իրավունքների նախկին պաշտպան, ինչպես է գնահատում սիրողությունները։ Սա այս ամենը Հայաստանի միջազգային վարկանիշին, սա ասում եմ որպես Հայաստանի քաղաքացի, որպես ցանկացած դերակատարումով որ վերցնե, սա պարզ մարդկային հստակ բնորոշում է։ Սա Հայաստանի կամ իրավիճակ է, Հայաստանի միջազգային իմիջը լրջորեն վնասող հարց է սա։ Հələ դուք տեսեք նաև ինչ է կատարվում, հիշում եք այս ռեպրեսիաների ֆոնին բառապաշարը բա օգտագործող, ամբողջ միջազգային մամուլը ծաղրում է մեր բարձրաստիճան պաշտոնյաները, սկսած կառավարության ղեկավարից սկսած, ինչ բառապաշար է օգտագործում։ Այո, միջազգային իմիջը ժողովրդավարության համակարգը սա վնասում է։ Այս ռեպրեսիաները օրինակ են, թե ինչի է բերում անձնիշխանությունն ու կուսակցապետությունը, եւ սա ժողովրդավարական Հայաստանի իմիջին ուղիղ հարված է, շատ ուժեղ հարված է, դրա համար պետք է վերացնել այս անձնիշխանությունը, որ մեր մոտ լինեն ինստիտուտներ, որ ով էլ ինչ ուզում անի, չլինեն սենց ռեպրեսիաներ, կախված է մարդու կամքից։ Այսօր արթնանում է քրիստոնյա, վաղը արթնանում է ուրիշ տրամադրությունով, որ դրանով չի կարող երկրի ղեկավարի գործողությունները պայմանավորված լինել։ Դուք քաղաքական հայտ եք ներկայացրել, չեք վախենում ռեպրեսիաներից։ Այստեղ քաղաքական հայտի հարցեր ես չեմ կրել, ես եկել եմ աջակցելու Սամվել Կարապետյանին։ Ես չէ, դուք ռեպրեսիաները գիտեք ինչ կա, եթե մենք չհելնենք չպայքարենք այս ամեն ինչի դեմ բոլորով միասին, որպեսզի ձերբազատվենք այս ապօրինություններից, հետո դրանից հետո ինչ է, ակնհայտ է, որ այստեղ նման կատեգորիաներով խոսելը անիմաստ է։ Հիմա ես նաև ասում եմ, որ մենք եկել ենք այստեղ աջակցելու, ես եկել եմ աջակցելու Սամվել Կարապետյանին, որպես հանրահռչակ հայ, ով բարեգործություններ է արել, բարերար է մեծ եւ գտնվում է հիմա ապօրինի կալանքի տակ եւ ինչպես ես ասացի, իմ համար նրա այստեղ իրավաբանություն չկա ընդհանրապես եւ այստեղ խոսքը գնում է արդեն պատանդարության մասին։ Հասկանալի է, շնորհակալություն։ Հարգելի